գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լուսեր, ոսերը, լույսեր, հույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռամ մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Արա հո դու գիշերվա իրաց չես Ինչ ես դիվադադարանում Ասի չեմ հիշում Համբեր եսը նայում եմ Ասում համբերի եսա նայում եմ, հա Ոյ, հորս ծարև Ես ինչ անում եմ մաշնի մեջ Հորս արև արա Հորս ես ինչ անում մաշնի մեջ Հորս արև արա Ես ինչ անում Քեզ թվում է, ես այս անգամ չեմ անելու, նենց ոնց դու ես ուզում Ես չեմ հասկանում, այդ ինչ մեղու է քեզ գծել Դու կյանքում քեզ սենց չես պայել, Սարա Կարող է, որովհետև ամբողջ կյանքում արել եմ նենց ոնց դու ես ուզել Կարող է դրա համար Լավ, էլ մի ձևաց ու թե իբր զոհես Այս տանը քոպես սպասված ու սիրված մարդ դեռ չի եղել Մնացել էր Տարոնի հետ վատ հարաբերություններին վրա բարդ հետ էլ արեցիր Ես ուրիշ բան նկատի ունեի Ես լավ էլ գիտեմ դու ինչ նկատի ունես ու ինձ համար ընդհանրապես մեկ է ես անելու եմ այն ինչ ուզում եմ Այդ չլինելու բանը Այս տանը կան օրենքներ ու կանոններ ու դու պարտավոր ես այդ կանոններին հետևել Իսկ եթե որոշեցի չենթարկվել Ինչ ես անելու Տարոնի նման ինձ տանից դուրս ես վռնդելու Տարոնին ես տանից ոչ մեկ դուրս չի վռնդել Հո, դե կներես, դու ուղղակի ստեղծեցիր այնպիսի պայմաններ, որ Տարոնը ինքնակամ գնա Արդարացի չես, Սարա Ինչ արդարություն Արդարություն այնա, որ չես թողնում իմ սիրած մարդու կողքին լինեմ Այս թեման էլ չենք կրկնում ու չենք բացում Հա, չենք բացի Բայց ուրիշ թեմաներ էլ չենք բացի, ես ուղղակի էլ չեմ խոսի Կանեմ քո ասածներով Դե դու այդ Սարային ես, չեմ մենակ սիրում Այդ Սարային ես միայն ընդունում Բայց չէ, բաբջան, այս անգամ այդպես չի լինելու Ես անելու եմ այնպես, ինչպես մտածել եմ Սարա Կամ ընդունի այն, ինչ որոշել եմ ու անելու եմ Կամ կտեղափոխվեմ Տարոնի տուն Տարոնն էլ ի սկզբանե դեմ ա եղել քո երգելուն ու հիմա ինձ անիմաց շանտաժներ մի արա Հարցը միայն երգելը չի Ես համ երգելու եմ, համ էլ Համելի ինչ Ինչ Սարա Սարա Ուր ես Հետևից եմ գնում ես կես ժամա Ուր ես գնում
Չգիտեմ, նստեց ավտոն ու աննպատակ քշելով հասել է ինչ-որ չոլ, ուտեղ տենց կանգնած է։ Կարող է ոստիկանությունա գնում։ Չէ, չեմ կարծում ոստիկանություն կգնա, վախից չի էլ ջոգում ինչ անի։ Չի ջոգում ու չի էլ զանգել, չնայած դրանից շատ բան սպասելու էլ չի, ուղեղը լրիվ չորացել է։ Բա ես հիմա ինչ անեմ։ Ինչ որ անում ես շարունակի, հետևի, բայց ուշադիր եղի հանկարծ քեզ չնկատի։ Հիմա դրա աչքին ոչ մի բան չի երևում, ստենա։ Լավ դու ասածս արա, ուրիշ բաներ մի խոսա։ Լավ։ Հասա Տարուն։ Ինչ կա Արեն, երեկվանից հետո ամեն ինչ նորմալ է։ Չէ, ոչ մի բան նորմալ չի։ Ինչի՞, այդ ուռոդը կարող է էլ իրան վատապայել։ Չգիտեմ ոնց ասեմ Տարուն։ Ոնց կա, տենց էլ պետք է ասես Արեն։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, եթե ինչ-որ մի խնդիր կա, ինչ-որ հարց կա, ինձ անպայման ասա, ես այդ հարցը տեղը կգցեմ։ Ասել եմ, չէ՞ քեզ տենց բան։ Հա, ասել ես։ Բա ինչի տենց չես անում։ Անպայման պետքա դանակը ոսկորին հասնի, որ նոր ես իմանամ, չէ՞։ Լավ, ինչև է։ Այդ ծյոմա ինչա զանգի դրան, ասա որ այսօր փողը կլինի։ Չի լինի։ Որ ասում եմ կլինի, ուրեմն տենց Արեն։ Ես սաղ պարտքը կփակեմ։ Բայց դու այդ ծյոմից պետքա հեռու մնաս։ Երեկվա օրը վկա, էդի քեզ ընկեր չի։ Գիտեմ, բայց հիմա Տարուն Դե ուրեմն էլ մի երկարացրա։ Զանգի ասա Տարոնն ասում արի փողը տար, հələ տենամ այդ ոնց չի գալու։ Տարուն ես հենց հիմա չեմ կարա զանգեմ ծյոմին։ Ինչի՞, մենակ չասես որ հեռախոսիդ մեջ փող չկա։ Չէ, այդ մոմենտը չի։ Ապե ամեն ինչ ավելի վատ է, քան պատկերացնում ես։ Ինչ ա եղել Արեն։ Հեռախոսով խոսալու չի Տարուն։ Ուզում ես օֆիսում հանդիպենք։ Օֆիս էլ չեմ կարա գամ։ Լավ ասա որտեղ ես կգամ այդտեղ։ Հա, գիտեմ այդ տեղը։ Լավ, հենց հիմա գալիս եմ։ Լավ։ Ես հասկանում եմ, ուղղակի հիմա ինձնից կախված շատ քիչ բան կա։ Ալո։ Հե։ Անջատեց։ Ապուշինն է։ Ոչինչ։ Դեռ գալու եք իմ դուրը։ Կարելի է տիկին Նազի։ Արի Գևորգյան։ Արի, գոնե դու մի լավ բան ասա, թե չէ արդեն գլուխս պայթում է այս խնդիրներից։ Հա, ինչ ա եղել։ Ոչ մի լավ բան չկա տիկին Նազի։ Պողոսյանի հետ եմ հանդիպել։ Դրանց ապրանքն էլ հողարկել ենք, ինչ են ուզում։ Դե դուք լավ գիտեք, որ իրենց ուզած կտորով չէինք կարել։ Հա լավ, մի աննշան բարակ էր կտորը, այ քեզ բան, դարձին պատմություն։ Դե այդ մի աննշանը իրանց ուզածը չի։ Ու ըստ պայմանագրի ամբողջ ապրանքը ետ են ուղարկում։ Ոնց։ Չի կարող նման բան լինել։ Դե իրենք դրա իրավունքը ունեն։ Գևորգյան ջան, ինչ իրավունք, ոչ մի իրավունք էլ չունեն։ Տիկին Նազի, ես զգուշացնում եմ, որ պետք չի նման բան անել։ Ախր Պողոսյանը մեր 100 տարվա հաճախորդն է ու պետք չէ նրան նման կերպ հիմարեցնել։ Դե եթե 100 տարվա հաճախորդ է, պետք է հիմա մեր դրության մեջ մտնի։ Ախր տիկին Նազի, բիզնեսը այդպես չի աշխատում։ Բիզնեսում պիտի փոխադարձ հարգանք լինի, վստահություն լինի։ Եթե աշխատում ես գործընկերոջդ հետ պիտի խաբել չլինի։ Այդ դեպքում հարգանք փոխադարձ ու վստահություն առավել եւս համատեղ աշխատանք չի կարող լինել։ Գևորգյան, արի դու կլինի հիմա այս բիզնես դասընթացը ավարտի ու ասա ինչ անենք, որ այս իրավիճակից դուրս գանք։ Հա։ Տիկին Նազի, ինձ մի փոքր ժամանակ տվեք, փորձեմ հասկանալ ինչ եմ կարող անել։ Մի հատ էլ գնա խոսի հետները։ Իմաստ չունի, նոր եմ Պողոսյանի մոտից գալիս։ Գևորգյան, նորից գնա մոտը։ Մի բան մտածի, չգիտեմ, նենց բան առաջարկի, որ ապրանքը հետ չուղարկի, թե չէ կկործանվենք։
Յե։ Բարև եք։ Բարև ձեզ Գերամ Խորամիչ։ Լավ է եկար։ Թե չէ արդեն մտածում էին նեղացել ես ինձանից։ Չէ, ինչի մասին է խոսքը, ինչի պիտի նեղանայի։ Դե որ հրաժարվեցիր փաստաբանից ծառայություններից 1000 բան մտքովս անցավ։ Չէ, շատ շնորհակալ եմ փաստաբանից, իդեպ ամեն ինչ արելա, որ ինձ օգնած լինի։ Բա ինչու հրաժարվեցիր։ Իմացա, որ մի քիչ թանկ են ծառայությունները, չուզեցի ձեզ շատ նեղություն տալ, առանց այդ էլ իմ պատճառով էս տհաճ պատմության մեջ եք հայտնվել։ Հանգիստ եղի։ Ես գիտեմ, որ դու դրա հետ ոչ մի կապ չունես։ Շնորհակալ եմ վստահության համար։ Ամեն ես գիտեմ, որ դու ազնիվ տղա ես։ Ու ոչ մեկին չես նեղացնի իզուր տեղը։ Շնորհակալ եմ։ Դու են ասա, ո՞նց եղավ, որ մեղադրանքը հետ կանչեցին։ Գերամ Խորամիչ ճիշտ ասած մանրամասն չգիտեմ, բայց ենթադրում եմ հավանաբար դուրս են եկել իրական մեղավորի վրա էլի։ Կարևորը որ քեզ բաց են թողել։ Հուսանք այդ մեղավորին էլ երկար չեն փնտրի։ Գերամ Խորամիչ, ասա լսում եմ։ Կուզեմ իմանալ, որ եթե այս դեպքերից հետո որոշեք ինձ ազատել աշխատանքից, ես ձեզ լիովին կհասկանամ։ Բայց ինչ է պատահել, որ ազատեմ։ Հակառակը ես քո աշխատանքից շատ գոհ եմ ու չեմ պատրաստում քեզ փոխարինել։ Արփին դասի կտանես։ Երեխուն կտանես համալսարան։ Ես էլ տեսնեմ օրս ոնց է դասավորվում։ Շատ լավ։ Էտուր։ Կիմանաս երբ է դասը վերջանում, որ նորից տուն բերես։ Եղավ։ Առայժմ երիտասարդ։ Բակում երկար չմնաս, ցուրտա կմրսես։ Հացավ։ Գնացեք երեխեք ջան։ Հաստատ լիքը բան ունեք խոսել։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Ճիշտն ասած, ես մտածել եմ ձեր առաջարկի շուրջ։ Ես համաձայն եմ։ Շատ լավ։ Այդ դեպքում այսօր երեկոյան կգամ ակումբ, մնացածի մասին տեղում կխոսենք։ Լավ։ Առայժմ։ Ինչ ա եղել Արեն։ Ինչ ես տեղ ասել։ Տարոն, Ծյոմը։ Ծյոմը ինչ։ Չգիտեմ, մեկը դրան բռնի գցել աստեղ։ Ինչ ես խոսում Արեն։ Նորմալ բան խոսա հասկանա։ Կուրսեցի զանգեց, ասեց որ կուրտին մի քանի օր առաջ թողել է ավտոյի մեջ։ Եկա տեսա որ չկա։ Ասեցի երևի բագաժնիկում է։ Գնացի որ ստուգեմ։ Հետո Ծյոմը բագաժնիկի մեջն է։ Այսինքն Ծյոմը բագաժնիկի մեջ է Արեն։ Էս ինչ ես արել, արա։ Ես չեմ արել, Տարոն։ Բա ով ա արել, այ Չգիտեմ ով ա արել։ Ինչ որ մեկը բռնի քրծել է սրանըստե։ ու դու ուզում ես որ ես քեզ հավատա։ Հա, ուզում եմ հավատաս, որովհետև ես ճիշտն եմ ասում, ես տենց բան չէի անի։ Կանեիր, երեկվա ձեր միջադեպից հետո հաստատ կանեիր։ Չէ, Տարոն, չէ, ես չէի անի տենց բան։ Հա, երեք Ծյոմը վրես ահավոր ազդում էր։ Իմ ու իրա մեջ խփոց եղավ։ Ես կտա իրա մռութը կջարդեի, բայց չէի սպանի։ Ես տես բան չէի անի։ Կտրի արա, ձենդ կտրի։ Ով գիտի ինչքան ես այդ զիբիլներից օգտագործել, որ չես էլ հիշում։ Չէ, Տարոն, ես ճիշտն եմ ասում, ես տես բան չեմ արել։ Եթե դու էլ արած չլնես, մեկը ոչ մեկ չի հավատալու։ Մի մոռացի այդ օրը քանի հոգի ա փաբում եղել, որ ձեր կռիվը տեսել ա։ Հա ինչ, հետո ինչ որ տեսել ա։ Հետո այն արա, եթե իմացան, որ Ծյոմը էլ չկա, միանգամից հասկանալու են ով արել այդ ամեն ինչը։ Ախր ես չեմ սպանել Ծյոմին, ես չեմ արել, ինչ անեմ որ հավատաս, ես չեմ սպանել։ Ես քեզ չեմ հավատում, ու ոչ մեկ քեզ չի հավատալու։ Բա ինչ ա լինելու հիմա իմ հետ։ Ես չեմ թողի, որ քո այդ ոչ մի բան պատահի։ Քեզ այս վիճակում մենակ չեմ թողնի Արեն, չնայած որ քո արածը ոչ մի արդարացում չունի։ Հեսա կզանգեմ Վարդանին կգա սրա լեշը ստեից կտանի։
Վարդան ուր ես։ Հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ալեք, ես ուզում եմ հասկանամ դու բիստրոն համալսարանից չես տարբերում, ինչի ենք ենտեղ գնում, որ ուշանամ դասից։ Արփի դու ինչ ես մի անգամից վատը մտածում չեմ հասկանում, ընդամենը եկել ենք մեր տաք շոկոլադ խմենք, նոր գնանք։ Բայց դու ինձ չես հարցրել, ես համաձայնությունս չեմ տվել։ Չեմ հարցրել, որովհետև վստահ եմ եղել քո պատասխանի մեջ, որովհետև շատ լավ գիտեմ ինչն է քո սրտով ու ինչն է քո համար լավ։ Բայց դու ինչն ես։ Ինչն եմ։ Չգիտեմ, բայց ամեն ինչի պատասխանն ունես, Ալեք։ Դե դա էլ իմ բնատուր շնորհն է։ Հիմա ինչ չենք խմում։ Դե եկել հասել ենք, խմենք ու գնանք։ Այսօր շատ սիրուն ես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ու վերջ։ Դե հա, էլ ինչ պիտի ասեմ։ Դե կարող էր մի լավ բան էլ դու ինձ ասել, բայց չէ, դու ընդամենը շնորհակալ ես։ Չէ, գիտես, մտքիս բան չի գալիս դեռ։ Արի գնանք տաք շոկոլադը խմենք, կարողա ուղեղս պարզվի մի լավ բան մտածեմ կասեմ։ Լավ։ Սրանով ես խփել, արա։ Տարոն էլ ոնց ասեմ, որ ես չեմ խփել սրան։ Դու չես խփել, դու չես բերել, եթե դու չես արել, էլ խենք մտածում ոնց սրան կորցնենք ստեից, արա։ Ընկի առաջ։ Տարոն արդեն ասեցի, որովհետև բոլորը կասկածելու են իմ վրա։ Տոբախ ես նեղանում, որ ես էլ եմ քո վրա կասկածում, արա։ Որովհետև մենք համարյա բարեկամներ ենք, Տարոն։ Համարյա, հա։ Այդ դու տանը չէիր, որ Արփին մորդ ու հորդ ներկայությամբ ասեց, որ իմ հետ երբեք չի ամուսնանա ու դրանից հետո գնաց Ալեքի մոտ։ Ինչ ես խոսում։ Հիմա էլ ենք, հա, համարյա բարեկամ։ Տարոն, ես չգիտեի։ Հիմա գիտես, հետո։ Հորս արև բան եմ ասում։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Արփին քո հետ ամուսնանա։ Տո դուս կետ լակոտի հարցերը չկարեցա լուծես։ Ինչ կարաս, որ ինչ էլ անես։ Անելու եմ, կտենաս։ Անելու եմ։ Հա, կապրենք կտեսնենք։ Այ մենակ ես թեմայից բրծնենք ու սաղ կընկնի իր տեղը։ Մեկ էլ պապան չիմանա, որ ես սենց թեմաների մեջ եմ։ Այս ամեն ինչի մեջ մտածում ես հորդ իմանալ կամ չիմանալու մասին։ Տարոն, աշխարհում ոչ մի դատարան այնքան դաժան չի, ինչքան Մհեր Ադոնցը։ Եթե ինքը իմանա, որ ես սպանության հետ կապ ունեմ, ուղղակի ինձ կկախի։ Տոբա որ հորիցդ շամպես վախում ես, արա, ես օրը մի փորձանքի մեջ ընկնում։ Երջանիկ ընտանիքից է, Տարոն ջան, որովհետև ինձ շատ սիրող ընտանիք ունեմ։ Վաղը ինչ ես անելու։ Ինչի ես հարցնում։ Ինչ կապ ունի ինչ եմ անելու։ Մեկա վերջում կհայտնվես ու ամեն ինչ կխառնես իրար։ Ու այդ ամեն ինչը քո սրտով կլինի, բայց դու կձևացնես իբր քո սրտով չի։ Ուզում ես ինձ տեղ հրավիրես։ Ուր։ Իսկ դու փորձիր կռահել։ Չէ, ասա։ Չէ, պիտի կռահես։ Վայ դե չգիտեմ, ասա լավ էլի։ Մի րոպե։ Երևի ուզում ես տանես աստղերը ինձ մոտիկից ցույց տաս։ Էսա որ մի քիչ օրերը բացվի, աստղերը չէ, ամպերն էլի քեզ մոտիկից ցույց կտամ։
Բայց հիմա չէ, ուրիշ տեղ եմ ուզում հրավիրել։ Դե լավ, ասա, խնդրում եմ։ Արփի ասում եմ պիտի կռահես, վայ, չեմ ասելու։ Ուֆ, չես ասում մի ասա, լավ։ Ես տեղում կհասկանամ։ Այ։ Շատ դուրս եկավ։ Կոնկրետ ինչ։ Ես քո վստահությունը, որ իմ հանդեպ սենց հավատով ես լեցված։ Տես, ես ոչ թե քեզ վստահում եմ, այլ ավելի շատ վստահ եմ նրա վրա, որ հաստատ խելքդ հացի հետ չես կերել, որ գեղամխորենի չի թողնում նենց տեղ տանես, որ իրա սրտով չլինի։ Կներես։ Լսում եմ։ Բարևառ ջան, ոնց ես։ Լավ, մերսի, դուք ոնց եք։ Ինչ ես անում, որտեղ ես։ Կարող է հարմար լինի հանդիպենք, ուզում եմ հետդ խոսեմ։ Ճիշտ ասած, մի ժամից եմ ազատվում, եթե հարմար է, այդ ժամանակ հանդիպենք։ Հա, հարմար է Արեգ ջան։ Դեք սպասեմ զանգիդ։ Լավ։ Էդ ինչ խորհրդավոր էիր խոսում։ Ինչի անուն չտվեցիր, որ չիմանամ ում հետ ես խոսում։ Հա, հենց դրա համար անուն չտվեցի։ Ինչի, գաղտնիքա։ Այո, շատ մեծ գաղտնիք է։ Ինձ դուր է գալիս, որ դու ինձ խանդում ես, որովհետև շատ հավես ես խանդում։ Ալեք, երազանքների գիրկը մի ինքի նորից, հա։ Ինձ մեկ ա ով էր զանգել, ինչ էր հարցնում, ինչ էր ասում։ Լավ։ Լավ։ Ալեք, դու ինչ-որ մեկ հետ հանդիպում ես։ Հանդիպում եմ մի շատ գեղեցիկ, շատ հմայիչ, շատ կենսուրախ, կյանքով լի, մի խոսքով մի հրեշտակի հետ եմ հանդիպում։ Ու ինքը հիմա իմ դիմաց կանգնած է։ Ու փորձում է պարզել, թե ում հետ էի խոսում։ Ասում եք, ինչ եմ փոխանցել զինվորի տանից։ Ճիշտն ասած, տոպրակի պարունակությունը չեմ նայել։ Ուղղակի խնդրեցին փոխանցել, ես էլ բերեցի։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ ձեզ չեմ հիշում, զինվորի տանը նոր եք, հա։ Հա, այսօր առաջին անգամն էր, որ գնացի այնտեղ։ Բայց ես ձեր մասին շատ եմ լսել։ Որտեղից։ Արփին, ընկերուհիս է ձեր մասին շատ պատմել։ Ու ճիշտն ասած շատ ուրախ եմ, որ վերջապես կարող ենք ծանոթանալ։ Ձեր անունը կհիշացնեք։ Սարա, Արփի ընկերուհին եմ։ Բայց առանց դուքի լավ։ Ես էլ ձեր, այսինքն քո մասին եմ լսել, Արփին պատմել է։ Շատ ուրախ եմ։ Նվագում ես։ Հա։ Ինչ մեղքս թաքցնեմ, ճիշտն ասած դրան ետևում լսեցի ու ասեմ, որ շատ յուրահատուկ բան կա քո նվագի մեջ։ Երաժշտությունը ինձ համար էլ է շատ կարևոր, չնայած հիմա հազվադեպ եմ նվագում։ Շատ իզուր, ասեմ, որ շատ լավ ես նվագում։ Իդեպ շատ ուրախ կլինեմ, որ մեկ անգամ էլ հնարավորություն ունենամ լսել քո նվագը։ Դե մի օր խոստանում եմ։ Իսկ Արփին գիտի, որ զինվորի տանը կամավորության ես։ Դեռ չեմ ասել, բայց կհասցնեմ։ Հասկացա, որ ուզում եմ ազատ ժամանակս աննպատակ չծախսել։
Որոշեցի, որ լավ կլինի, եթե կարողանամ օգտակար լինել այնտեղի մարդկանց։ Բարձա։ Տարոն։ Բայց ճիշտ ենք անում։ Ինձ ես հարցնում։ Դու էիր եկադիակը դրե մաշտի մեջ քաղաքով պտտվում։ Տես լավ չի գնայր ոստիկանություն։ Լավ էլի։ Դու մի բան լավ հիշի Արեն, այս ամեն ինչի մեղավորը դու ես, ու եթե իսկականից դու ծյոմի ու այս ամեն ինչի հետ կապ չունես, մեկը միակ կասկածյալը դու ես։ Ես չգիտեմ ինչի տենց արեցի, Տարոն։ Արի դու նորից նույն երգը մի երգի, նա եղած նեղածա։ Կարևորը դու քեզ սրանից հետո ճիշտ պահես։ Ու առասարակ ծյոմի մասին մոռանում ես։ Ով կհարցնի կամ չի հարցնի, դու ասում ես որ կռվել եք ու էլ իրար հետ առասարակ կապ չունեք։ Եղավ։ Հասկացար, չէ՞։ Չես տեսե, չես լսե, մի ընթացք հանգիստ տեղդ կնստես, Մինչև ինչ։ Հետո կերևա։ Հա, հասկացա։ Մանավանդ որ ես փողի թեմայով շատ էլ տեղ չունեմ գնալու։ Հիմա էլ փող ես ուզում էլի։ Չէ։ Քեզնից արդեն շատ եմ պարտքարել, Տարոն։ Ոչինչ, մի օր սա հետ կտաս։ Հա, անպայման մի օր սա հետ եմ տալու։ Նստի ավտոն գնանք, հետո փողի հարցով կզբաղվենք։ Մի րոպե, բա իմ ավտոն։ Քո ավտոն թող մնա Վարդանի մոտ, կտանի մի հատ կմաքրի, որ հետք չմնա, հետո կբերի ձեր տուն։ Այ Տարոն, չգիտեմ ինչ էի անելու առանց քեզ։ Դու չլիներ, ես կորած էի։ Մենակ դու չէ։ Բարոյց, պարոն կապիտան։ Հա, ոնց ես, քո համար շատ էի անհանգստանում։ Չէ, անհանգստանալու պատճառ չկա։ Իզուր եք անհանգստանում, արդեն ամեն ինչ նորմալ է։ Ոնց թե իզուր։ Իզուրն է տղա ջան, որ քո համար ոչ մի ձև ու ոչ մի բան չկարողացա անել։ Դե կարևորը հիմա ամեն ինչ լավ է, կապիտան։ Իսկ այդ հնարավորությունների բահով դու ադոնցին ես կասկածում, ճիշտ եմ ասում։ Դե բացի ադոնցից էլի մեկը կա։ Ես հանգարում։ Տարոնին նկատի ունեմ ճիշտ ասած։ Ես մենակ ես կյանքում ադոնցին ու Տարոնին եմ խանգարում։ Իզուր ես տես մտածում Ալեք։ Տարոնը հրեշտակ չի, բայց դա նման բան չէր անում։ Ես այդքան էլ վստահ չեմ։ Ալեք, Տարոնը շատ թերություններ ունի, ես գիտեմ, բայց ինքը ստոր մարդը չէր, որ նրա նման քայլի գնար։ Պարոն կապիտան, ինձ դիսմին եղացեք ես, ուղղակի ձեր հարցին եմ պատասխանում։ Ինչ, մտածում ես աղբին է պատճառը։ Ես ես պատմության մեջ մենակ մի բանի վրա եմ վստահ, որ ես կապ չունեմ այդ թմրանոցերի հետ, մնացած ոչինչ չգիտեմ։ Ալեք, դու Արփին իրոք սիրում ես, թե ես քո վրեժ լուծելու մի մասն եմ։ Շնորհակալ եմ, Արուս։ Շատ համով սուրճ դոկես։ Անուշ Գեղամ Խորենիչյան։ Գիտեք, ձեր համար ինչ-որ բան պատրաստելուց միշտ սիրտը հոգի եմ դնում։ Գիտեմ։ Հիմա ինչ համով բան ես սարքում։ Արփի սիրած բանջարեղենային աղցանն է։ Նկատեցի, որ Ալեքն էր եկել, բայց չհասցրեցի դուրս կամ տեսնեմ։ Ոչինչ, ամեն օր գալու է կտեսնես։ Այնքան ուրախացա, որ բաց են թողել Ալեքին։ Ես։ Ալեքը շատ լավ տղա է, իր հետ չպետք է վատ բան պատահի։ Ճիշտ ես ասում։ Այո։ Չեք պատկերացնի, ես ինձ ինչքան մեղավոր էի զգում Ալեքի հետ կատարվածի համար։ Ինձ թվում էր, որ այդ տղային բաց չթողնել մի օր սրտի կաթվածից կմեռնեմ։ Բայց դու ինչի համար ես քեզ մեղավոր զգում։ Դու ինչ ճիշտ ես Ալեք։ Արփիի միջոցով ուզում ես ադոնցից վրեժ լուծես։ Պարոն
կապիտան ես տենց ստոր մարդու տպավորություն եմ թողել։ Երբ մարդ ուզում է վրեժ լուծի, այդ մարդու համար անթույլատրելի ու թույլատրելի սահմաններ գոյություն չունեն։ Այդ մարդը կարա դառնա ամենավերջին մարդը, ու ինքն էլ չզգա ոնց է տեղի ունեցավ։ Ինչ եք նման բաներ խոսում։ Որովհետև քեզանից լավ եմ ճանաչում կյանքը։ Տենց հայտի խոսք կա։ Իսկ այն մարդը ով ուզում է վրեժ լուծի, երկու գերեզման է փորում։ Մեկն էլ իր համար։ Ճիշտ ասած, չեմ հասկանում ում մասին եք խոսում կամ ինչի մասին։ Կարևոր չի։ Լավ ավելորդ հարցեր չեմ տա։ Ալեք, պետք է շատ զգույշ լինես։ Քո կողքը մարդիկ կան, որոնց դու իրավունք չունես ցավ վաճառել։ Ճիշտ եք։ Դե որ ճիշտ եմ ասում, արի գնանք մի տեղ նստենք, հանգիստ խոսենք։ Գնացինք։ Այդքան բան, այսինքն ոչ մի բան։ Դե հա գեղամ Խորենիչ։ Բայց այնպես ես ասում, ես ինձ մեղավոր էի զգում, որ ծոր մի բան գիտես ու թաքցնում ես։ Չէ, ոչ մի բան չեմ թաքցրել։ Ուղղակի շատ մեղավոր էի զգում, որ չկարողացա այդ անմեղ տղային ինչ-որ բանով օգնել։ Բայց այնպես ասացիր, ինձ մեղավոր եմ զգում, որ մտածում եմ ինչ-որ բան ես իմացել ու թաքցնում ես։ Չէ, ինչ պետք է իմանայի։ Ոչ մի բան ոչ տեսել եմ, ոչ էլ լսել եմ։ Լավ, գործիք նայ։ Ես էլ գնամ քեզ չխանգարեմ, թե չէ աղն ու բիբարը շատ կխառնես, նազոյ ձերիդ չես պարծնի։ Հարիֆը լավ վախեցած էր, չգնա իրան մի վնաս տա։ Չէ, այդ իրակաշին շատ ասի ու ինքնս բան չի անի։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում, մի որոշ ժամանակ աչքի տակ բայ։ Հասկացա։ Այս ինչ ենք անելու։ Ստող մնաստեղ, ես գիտեմ մի այդ ինչ կան։ Հասկացա։ Բարի երեկո։ Բարի ուշ երեկո։ Երկար ես սպասել։ Չէ, քիչ առաջ եմ եկել։ Սար։ Դու ինչ ես անում ստեղ։ Ունակ ես դավաճանելու, երբևէ դավաճանել ես։